Հիմա ինչ, հայկական ինտերնետն է հանձնվում Ադրբեջանին։ Մեզ բոլորիս Ադրբեջանը կարողանալու է մեր տվյալները համացանցում հայտնաբերել, գաղտնալսել։ Այսպիսի խոսակցություններ առաջացան այն բանից հետո, երբ հայկական Տելեկոմ Արմենիան եւ ադրբեջանական Ազերտելեկոմը ստորագրեցին երկկողմ համաձայնագիր, որով նախատեսվում է երկու երկրների Հայաստանի Ադրբեջանի տարածքով միմյանց տարանցիկ ինտերնետ տրամադրել։ Արդյոք սա վտանգավոր է Հայաստանի եւ յուրաքանչյուրիս տեղեկատվական անվտանգության, մեր անձնական տվյալների համար համացանցում, արդյոք Ադրբեջանը մուտք է ունենալու հայկական համացանց։ Այս հարցերի պատասխանները մենք կստանանք իմանալով թե Թիմ Տելեկոմի պաշտոնական պարզաբանումը, նրա փոխտնօրենը հարցազրույց է տվել Ազատություն ռադիոկայանին, ես դա կներկայացնեմ ձեզ, տեղեկատվական անվտանգության մասնագետների մտահոգությունները։ Մենք ուսումնասիրենք ընդհանրապես համաշխարհային փորձը ինչպիսին է։ Գոյություն ունի, գիտեք, թվային ինքնիշխանություն հասկացություն, կհասկանանք, թե պետությունները նման դեպքում, եթե հակամարտող են, չկա վստահություն Ադրբեջանի պարագայում, ինչ վտանգներ կան, ինչ ռիսկեր կան, բայց ըստ իս միանգամից ֆիքսեմ, որ սա տեղավորվում է այն տրամաբանության մեջ, TRIP-ի նախագծի տրամաբանության մեջ, երբ Ադրբեջանը պետք է կապ ունենա Նախիջևանի հետ։ Ի վերջո այս համաձայնագիրը նրա մասին է, որ Ադրբեջանն է օգտվելու հայկական ինտերնետից, այսինքն տարանցում է ստանալու մեր մալուխների միջոցով դեպի Նախիջևան։ Սա տեղավորվում է Հայաստանում արևմտյան դատակենտրոնների ստեղծման հետ, որովհետև այդ դատակենտրոնները Հայաստանի սիրուն աչքերի համար չեն կառուցվում, այլ ունեն տարածաշրջանային իմաստ, եւ ամբողջ տարածաշրջանը Հայաստան, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա դատակենտրոններով, մալուխներով եւ այլ կոմունիկացիաներով դառնալու են մի համակարգ։ Եվ սա այդ տրամաբանության մեջ է, բայց ամեն ինչ հերթով, սիրելի բարեկամներ, եկեք լսենք Նիկոլ Փաշինյանի գնահատականը, հատկապես խոսակցությունները թեժանում են նրա վերլուծությունից հետո, որովհետև նա ամեն ինչը կապված է Ադրբեջանի հետ միայն լավն է տեսնում։ Լսենք, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը սրա վերաբերյալ, այնուհետև Թիմ Տելեկոմի պաշտոնական պարզաբանումը կլսենք։ Հայ-ադրբեջանական ընկերությունների միջև կնքված ինտերնետային տարանցման այդ պայմանագրին, որը ոչ միանշանակ ընկալումների, մեկնաբանությունների տեղիք է տվել, ընդհուպ, որ Հայաստանը դրանով կախվածություն է ձեռք բերում, նրանք կարող են դիտարկել Հայաստանից անցնող, Հայաստանից գնացող թրաֆիկը եւ այլն, կխնդրեի նաեւ սրա շուրջ ձեր պարզաբանումները տայիք։ Ընդհանրապես զարմանալի է, սովորաբար տրանզիտը ոչ թե տրանզիտի երկրի նա կախվածություն բերում, եթե տենց բան կա, այլ տրանզիտի վերջնական կետին է կախվածություն բերում, եւ սա պարզ տրամաբանություն է, բայց եթե կախվածություն կա, մենք անդադ խոսում ենք, որ Հայաստանը պետք է տարանցիկ ուղի դառնա, ինչքան շատ բան անցնի Հայաստանով, այնքան ավելի Հայաստանի տնտեսական, քաղաքական, կշիռը եւ անվտանգության մակարդակը մեծանում է։ Եվ սա այնքան ակնհայտ բան է, որ այսինքն այն մարդիկ, ովքեր տենց են ասում, ուզում են Հայաստանը լինի փակուղի, ուզում են կոնֆլիկտի փակուղի լինի, մենք ասում ենք, ոչ, Հայաստանը խաղաղության խաչմերուկ է։ Հարավից հյուսից, հյուսից հարավ, արևելքից արևմուտք, արևմուտքից արևելք, պետքա ինչքան հնարավոր է մալուխներ, խողովակներ, ճանապարհներ, երկաթուղիներ, օդային գծեր պետք է անցնեն, դա է խաղաղության եւ անվտանգության երաշխիքը, դա է։ Ես հիմա ընթերցեմ կոնկրետ այդ հատվածը, մամուլի հաղորդագրությունը թե ինչ պայմանագիր է ստորագրել, այնուհետև Թիմ Տելեկոմի պաշտոնական պարզաբանում Ազատության ռադիոկայանը, հետո մենք մեր եզրակացությունները կանենք, սիրելի բարեկամներ, թե այս ամենը ինչի մասին է, վտանգներ կան, ինչ ռիսկեր կան եւ գուցե նաեւ հնարավորություններ կան Հայաստանի եւ մեր պետության զարգացման համար։ Եվ այսպես, Տելեկոմ Արմենիա եւ Ազերտելեկոմ ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում եւ մատակարարում կոմերցիոն հիմունքներով։ Այսինքն այս նախադասությունը կոնկրետ չի ասում, որ Ադրբեջանը Հայաստանից օգտվում է, որպեսզի գնա Նախիջևան։ Սա վերաբերում է երկու երկրներին եւ երկու երկրներով տարանցմանը։ Այսինքն մենք կարող ենք ենթադրել, որ ինչ որ մի ժամանակ Հայաստանը նաեւ կարող է օգտվել Ադրբեջանի ինտերնետից։ Բայց սա մասնավոր ընկերությունների միջև համաձայնագիր է, սա պետությունների միջև համաձայնագիր չէ։ Շարունակեմ։ Համաձայնագրի շրջանակում Տելեկոմ Արմենիան հանդիսանալով տարածաշրջանում առաջատար տարանցիկ օպերատոր ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվը եւ աշխարհագրությունը, ապահովելով տարանցումը սեփական ենթակառուցվածքների միջոցով դեպի Ադրբեջան։
Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը տարածաշրջանում, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը եւ տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը։ Սա է այն հաղորդագրությունը, որից հետո այդ խոսակցությունները ծավալվեցին, այդ դավադրության տեսությունները։ Հայաստանի Տելեկոմ Արմենիան եւ Ադրբեջանի Ազեր Տելեկոմը ստորագրել են մի համաձայնագիր, ըստ որի ադրբեջանական կողմը օգտվելով հայկական ենթակառուցվածքներից կկարողանա ինտերնետ կապ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջևանի միջև։ Այդ ծառայության դիմաց ադրբեջանցիները հայկական ընկերությանը վճարելու են, թե որքան Տելեկոմ Արմենիայից չեն հստակեցնում։ Լուրը միանգամից ամենակննարկվողներից մեկը դարձավ, տարբեր մտահոգություններ հնչեցին, թե ադրբեջանցիները հասանելիություն կստանան հայաստանցիների տվյալներին։ Ազատությունը զրուցել է ընկերության փոխտնօրենի հետ, որը պնդում է ադրբեջանական կողմը հասանելիություն կստանա միայն վայրկյանում 100 գիգաբայթ հեռագության մալուխին, այլ ոչ թե տվյալներին։ Ըստ նրա, Ազեր Տելեկոմը չի միանալու հայկական ցանցին, այլ կարողանալու է օգտվել մալուխներից։ Մենք ծառայություն ենք մատուցում, այսինքն մեր ծառայությունից են իրենք օգտվում, ոչ թե մենք իրենք, Կորնիձորից դեպի Երևան։ Այսինքն Նախիջևան իրանց գնալու համար։ Հա, այսինքն Նախիջևան է մտնում բանը։ Այո։ Միացումներն արվել են։ Չէ, միացումներ ոչ մի բան չի արվել։ Միացումները արվելու համար մենք պետք է ԱԱՏՎ-ից թույլտվություն ստանանք, որպեսզի սահմանային միացում անենք։ Սա զուտ ոնց որ այսպես ասած համաձայնագիր է բանի։ Համաձայնագիր է, որը դեռ պետքա գետնի վրա իրականացվի։ Որը դեռ պետքա իրականացվի, այո, այո։ Այսինքն այս դեպքում վաճառող կողմը մենք ենք, ոչ թե գնող կողմը։ Իսկ ինչ պայմաններով են համաձայնությունները սակագինը ինչ գնով ենք վաճառելու արդյոք կոմերցիոն դա գաղտնիք է սակագինը ես ոնց ասում Սա տրանզիտ է ես ուզում դուք ճիշտ նաև պատկերացնեք այսինքն մենք ուղղակի իրանց տալիս ենք տրանզիտ մեր ցանցով ոնց որ ԱԿԵՏ-ից բեկետ էլի սահմանի վրա ամեն մեկը բերում է իր մալուխը հենց սահմանի վրա սվարկա է արվում ու բերում է ԱԿԵՏ-ից բեկետ Եվ մենք ինչ կարող ենք այս կարճ հաղորդագրությունից հասկանալ, որ սա իսկապես տարածաշրջանային նշանակություն ունի եւ դրանում համոզվելու համար ես հիմա կներկայացնեմ հենց Տելեկոմի կայքից ծանոթանալով անցնելուց տեսա, որ շուտով նրանք նաեւ ապահովելու են Հայաստանում այդ հզոր դատա կենտրոնը, որ կառուցվում է Firebird-ի ներդրումներով Nvidia-ի չիպերով։ Դրա ինտերնետի մատակարարում իրականացնելու հենց Թիմ Տելեկոմը։ Հայաստանը հաստատվում է որպես Կովկասի տարածաշրջանի առաջատար արհեստական բանականության գերհամակարգչային կենտրոն։ Առաջին հայտարարությունից ընդամենը 10 ամիս անց Հրազդանի մոտակայքում 200,000 քառակուսի մետր տարածքում տեղակայված Firebird AI արհեստական բանականության գործարանի առաջին փուլի աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, իսկ այսօր տեղի ունեցած պաշտոնական շրջայցից հետո հայտարարվեց գործարկման հստակ ժամկետը։ Երկուշաբթի օրը արդեն իսկ սկսելու ենք տեղադրումը GPU-ների եւ հուլիսի 15-ին կմեկնարկենք AI կենտրոնի աշխատանքը, ինչը իրենով արդեն Հայաստանը կդասի տարածաշրջանում ամենամեծ GPU քանակներով ունեցող երկիրը, ինչով մենք իհարկե շատ հպարտ ենք եւ ուրախ ենք։ Առաջին փուլի գործարկումից հետո կենտրոնում կաշխատի ավելի քան 6000 Nvidia Blackwell GPU, ապահովելով աննախադեպ մինչև 110.6 exaflop հաշվողական հզորություն։ Էներգոարդյունավետության համար ներդրվել են WRTV ջրային փակ ցիկլով սառեցման համակարգերն ու Schneider Electric-ի ենթակառուցվածքները։ Իսկ այս գերհզոր արհեստական բանականության գործարանի անխափան միջազգային կապն ու տվյալների գերարագ փոխանցումն ապահովելու է Թիմ Տելեկոմ Արմենիան իր եզակի հաջորդ սերնդի NGN օպտիկական մանրաթելային ցանցի միջոցով։ Այսօր աշխարհարչակ Nvidia-ն Dell-ը եւ մյուս ընկերությունները, երբ որ դիտարկել են Հայաստանում իրենց գործընկեր ընկերություն ընտրելու, Տելեկոմ Արմենիան եղել է եզակին, ով ունի այդ հնարավորությունը միջազգային կապուղիներ տրամադրելու։ Մենք այսօր ավելի քան 4 ուղղություններով
Հայաստանից դուրս եկող կապուղիներ ունենք եւ դա ապահովում է հենց այն ստանդարտը, որը որ նման դատակենտրոնները ամբողջ աշխարհով պահանջում են։ Այս ամենը միայն սկիզբն է։ Ընկերությունը չի պատրաստվում սահմանափակվել առաջին փուլի $500 միլիոն ներդրմամբ։ Նախագծի երկրորդ փուլով ենթակառուցվածքին կավելանա եւս 41,000 գրաֆիկական պրոցեսոր, ինչը Հայաստանը կդասի արհեստական բանականության գերհզոր ենթակառուցվածքներով եւ հաշվողական հզորությամբ աշխարհի թոփ 5 առաջատար երկրների շարքին։ Պատրաստվում ենք գործարկել երկրորդ փուլը, ինչը լինելու է այս չափերը, որ տեսակ, սրանից մոտ 10 անգամ ավելի մեծ, թե գումարով, թե ֆիզիկական չափերով։ Երկրորդ փուլը գործարկելուց հետո ընդհանուր ծավալը ներդրման կկազմի մոտ 5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Եվ ստացվում է, որ իրականում մենք գործ ունենք ավելի մեծ երևույթի հետ, քան ուղղակի Ադրբեջան, Նախիջևան, Մալուխ ապահովելն է։ Սա գլոբալ ցանց է եւ մենք որպեսզի ավելի լավ պատկերացնենք, որպեսզի դուք համոզվեք, որ դա այդպես է, Ադրբեջանը իրականացնում է թվային մետաքսի ճանապարհ նախագիծ, որով ցանկանում է Վրաստանով ամբողջ այս տարածաշրջանը Ադրբեջանը դառնա թվային հաբ, թվային հանգույց, տրանզիտ ճանապարհ դեպի կենտրոնական Ասիա։ Ինքը ցանկանում է կենտրոնական դեր խաղալ։ Եվ եթե Հայաստանը փաստորեն նաև դառնում է դրա մի մաս, Հայաստանը նույնպես ինչ-որ իմաստով տրանզիտ դեր է ստացնում։ Եվ այստեղ այո տեղին են տեղեկատվության անվտանգության մասնագետների մտահոգությունները, որ Ադրբեջանը կարող է մուտք ունենալ մեր տրաֆիկ եւ եթե վատ մտադրություններ ունենա, դա իրականացնել։ Բայց եթե հավատանք Թիմ Տելեկոմի պարզաբանումներին, առայժմ խոսքը ընդամենը Ադրբեջանից Նախիջևան գնալու մասին է եւ այս պարագայում Ադրբեջանը ավելի շատ անհանգստանալու բան ունի, որովհետեւ օգտվելու է մեր համացանցից եւ մենք կարող ենք վերահսկել նրա փոխանցումները, նրա տվյալների փոխանցումը Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Բայց արդյոք դա նշանակում է, որ մենք պետք է այսպես հանգիստ լինենք, որովհետեւ ցանկացած մուտք ընդհանուր ցանց ստեղծում է ռիսկեր։ Եվ տեղեկատվական անվտանգության մասնագետները այդ ռիսկերը տեսնում են, եւ այստեղ խնդիրը պետության կազմակերպվածության մեջ է, որպեսզի պետությունը ի վիճակի լինի ապահովել թվային անվտանգություն եւ ինքնիշխանություն։ Հիմա շատ քաղաքացիներ լսելով ինտերնետի տարանցում Ադրբեջանի տարածքով արտահայտությունը անմիջապես պատկերացնում են, թե Հայաստանի ամբողջ ինտերնետը վերահսկվելու է Ադրբեջանի կողմից։ Սակայն իրականությունը շատ ավելի բարդ է, սիրելի բարեկամներ։ Ժամանակակից ինտերնետը կառուցված է բազմաթիվ անկախ մալուխների, օպտիկամալաթելային կապուղիների եւ միջազգային հանգույցների վրա։ Որևէ երկիր սովորաբար չի օգտվում միայն մեկ ուղղությունից։ Ընդհակառակը, որքան շատ կապուղիներ, այնքան համակարգն ավելի կայուն եւ դիմացկուն է դառնում։ Հայաստանն այսօր արտաքին ինտերնետային կապ է ապահովում հիմնականում Վրաստանի միջոցով։ Տարիներ շարունակ հենց այս ուղղությունն է եղել հայկական օպերատորների հիմնական ճանապարհը դեպի Եվրոպա եւ համաշխարհային ցանց այլ տարբերակ էլ գրեթե չկա։ Մի մասն էլ Իրանով է անցնում։ Սակայն վերջին տարիներին ամբողջ աշխարհում աճում է տվյալների փոխանցման ծավալը։ Արհեստական բանականությունը, համապային ծառայությունները, առցանց բիզնեսը եւ թվային տնտեսությունը պահանջում են ավելի արագ եւ ավելի էժան կապ։ Դրա համար է աշխարհը շահագրգռված նաեւ Հայաստանում կառուցելու այդ դատա կենտրոնները։ Հենց այստեղ էլ առաջանում է տնտեսական հաշվարկը։ Եթե որևէ օպերատոր կարողանում է ունենալ լրացուցիչ միջազգային կապողի, ապա մրցակցությունը մեծանում է, ծառայությունների արժեքը կարող է նվազել, իսկ կապի հուսալիությունը բարձրանալ։ Սակայն մեր տարածաշրջանում, դե գիտեք, Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտ, ցանկացած տնտեսական նախագիծ անմիջապես ստանում է քաղաքական անվտանգային նշանակություն, եւ դա պատահական չէ ու շատ նորմալ է։ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս վերջնական խաղաղության պայմանագիր չեն ստորագրել։ Սահմանային լարվածությունը, այսպես սպասելիքները, որ սահմանին կարող է նորից լարվածություն լինել, ամբողջությամբ չի վերացել, հատկապես երբ Ադրբեջանը պաշտոնապես տանում է իր այդ արևմտյան Ադրբեջանի, ադրբեջանցիների Հայաստան գալու թեման։ Հենց այդ պատճառով էլ նույնիսկ հեռահաղորդակցության ոլորտում ցանկացած համագործակցություն հասարակության մի մասի մոտ ընկալվում է ոչ թե որպես տնտեսական օգուտ, այլ որպես անվտանգային սպառնալիք։ Եվ այստեղ պետք է հասկանալ մի կարևոր հանգամանք, եթե որևէ երկիր ունի միայն մեկ արտաքին կապուղի, ապա ցանկացած վթար, բնական աղետ կամ տեխնիկական խնդիր կարող է լուրջ ազդեցություն ունենալ ամբողջ կապի համակարգի վրա։ Իսկ եթե գոյություն ունեն մի քանի անկախ ուղղություններ, ապա համակարգն ավելի կայուն է աշխատում։ Սա է այն հիմնական տնտեսական տրամաբանությունը, որի մասին խոսում են նախագծի այս կողմնակիցները ստորագրության, նաև Նիկոլ Փաշինյանը, բայց
Թվային ինքնիշխանություն հասկացություն գոյություն ունի, սիրելի բարեկամներ, այսօր դա առավել ակտուալ թեմա է։ Դա պետության կարողությունն է վերահսկելու իր թվային տարածքը, այսինքն հնարավոր բոլոր հակառակորդների հարձակումներից։ Դա անկախությունն է սեփական տվյալների, կենսական նշանակության ենթակառուցվածքների եւ ծրագրային ապահովման վերաբերյալ որոշումներ ընդունելու հարցում ինքնուրույնության։ Այսօր տվյալները դարձել են նոր նավթ եւ նոր զենք։ Նա ով վերահսկում է տեղեկատվական հոսքերն ու սերվերները, վերահսկում է նաև իրական աշխարհում տեղի ունեցող գործընթացները։ Անվտանգության ոլորտի մասնագետները նշում են, որ ցանկացած ռազմավարական ենթակառուցվածք պետք է գնահատվի ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական տեսանկյունից։ Նրանց կարծիքով, եթե ապագայում որևէ պետություն կարողանա զգալի ազդեցություն ունենալ տվյալների փոխանցման կարևոր ուղիների վրա, ապա դա տեսականորեն կարող է վերածվել լրացուցիչ քաղաքական լծակի։ Այստեղ կարևոր է ընդգծել մեկ հանգամանք, եւ այս պայն հրապարակված տեղեկությունները չեն նշանակում, որ Հայաստանի ամբողջ ինտերնետը պետք է անցնի Ադրբեջանի տարածքով, հակառակը։ Ադրբեջանական կողմը օգտվում է հայկական ինտերնետից մեր տարածքով։ Խոսքը վերաբերում է հնարավոր լրացուցիչ տարանցման ուղղությանը, որը տեսականորեն կարող է ավելացվել կապի տարբերակները։ Վտանգներ, ռիսկերը մեծ են, երբ որ դու միակողմանի կապված ես ինչ-որ մեկից, օրինակ, եթե մենք սկսենք Ադրբեջանից ստանալ ինտերնետ եւ միայն Ադրբեջանից, այդ ժամանակ վտանգներ կլինեն իհարկե, բայց խոսքը դրա մասին չէ, սա սահմանափակ համագործակցության մասին է։ Առողջ անալիտիկան պահանջում է նայել քարտեզին։ Հայաստանի հիմնական ինտերնետային տրաֆիկը այսօր գալիս է Վրաստանի տարածքով Սև ծովի ստորջրյա մալուխներով, որոնք կապում են մեզ Եվրոպայի հետ եւ Իրանի ուղղությամբ։ Եթե Թիմ Տելեկոմը եւ Ազերտելեկոմը ստեղծում են փոխկապվածություն, peering, կամ տարանցում, սա ստեղծում է երկկողմանի կախվածություն, այլ ոչ թե միակողմանի։ Ադրբեջանի շահը օգտագործել Հայաստանի աշխարհագրական դիրքը դեպի Եվրոպա կամ Իրան, մերձավոր Արևելք, ամենակարճ այլընտրանքային ուղիներն ունենալու համար։ Իսկ Հայաստանի շահը այս դեպքում ստանալ տրաֆիկի դիվերսիֆիկացիա, այսինքն կախվածություն չունենալ միայն Վրաստանից։ Եթե Վրաստանի ուղղությամբ մալուխը վնասվի, օրինակ ինչը նախկինում եղել է, Հայաստանը կարող է ունենալ պահուստային ուղի, սակայն սա միայն տեսականորեն։ Սա այն տեսակետն է, որը առաջ են տանում այս նախագիծը արդարացնողները։ Իսկ ինչ է կատարվում քաղաքական ռեալ դաշտում։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը առաջ է տանում արևմտյան Ադրբեջան թեզը եւ ցանկանում է տնտեսական էքսպանսիա իրականացնել։ Մենք չենք կարող անտեսել այն տոքսիկ, թունավոր, թշնամական մթնոլորտը, որը ստեղծում է Բաքվի պաշտոնական հռետորաբանությունը։ Արևմտյան Ադրբեջան կոչված կեղծ պատմական թեզի շրջանառությունը, հոխորտանքները եւ ուժի սպառնալիքը ստիպում են ցանկացած տնտեսական գործարք դիտարկել ազգային անվտանգության պրիզմայով։ Արդյոք սա Ադրբեջանի կողմից Հայաստանը տնտեսապես կլանելու փորձ չէ։ Արդյոք դրան կարելի է միանշանակ ասել ոչ։ Իհարկե ոչ։ Եթե պետությունը չունի հստակ անվտանգային ֆիլտրեր, ապա ցանկացած կապիտալ կամ ենթակառուցվածքային կապ կարող է օգտագործվել որպես ճնշման գործիք։ Բաքուն փորձում է ներկայանալ որպես տարածաշրջանային թվային hub, digital hub։ Եթե Հայաստանը թույլ տա, որ իր ներքին ցանցերի նկատմամբ վերահսկողությունը կամ տրաֆիկի հսկիչ փաթեթը անցնի ադրբեջանական կողմին, դա կլինի աղետ։ Բայց եթե խոսքը ընդհանրապես զուտ կոմերցիոն տարանցման տրանզիտի եւ տվյալների փոխանակման մասին է, որտեղ հայկական կողմը պահպանում է լիակատար սուվերենություն իր ենթակառուցվածքների նկատմամբ, ապա սա դառնում է սովորական միջազգային պրակտիկա, որը նույնիսկ կարող է որոշակիորեն զսպել ռազմական էսկալացիան։ Մենք գիտենք, սիրելի բարեկամներ, որ ինչ է լինի պետությունների միջև խաղաղության գործընթացը եթե սկսել, դա սկսվում է այսպիսի ծրագրերով, այսպիսի համագործակցության օրինակներով տնտեսական փոխգործակցությամբ։ Նոր դրանից հետո գալիս է քաղաքական կարգավորումը, որովհետև սեփական փողերն ու տվյալները հակառակորդի տարածքով անցկացնող երկիրը երկու անգամ կմտածի այդ տարածքին հարվածելուց առաջ։ Հիմա ամփոփելով ինչ ունենք այսօր։ Ինտերնետային ենթակառուցվածքների փոխգործակցությունը չպետք է դիտարկել ոչ որպես բացարձակ խաղաղության սկիզբ, ինչպես փորձում են ներկայացնել, ոչ էլ որպես միանշանակ հանձնում։ Սա պրագմատիկ սառը հաշվարկի դաշտ է։ Հայաստանի խնդիրը ոչ թե աշխարհից ու հարևաններից թվային մեկուսացումն է, այլ սեփական թվային ամրոցի կառուցումը, քանի դեռ մեր կիբերանվտանգությունը բարձր մակարդակի վրա լինի, քանի դեռ տվյալների գաղտնիությունը պաշտպանված լինի, եւ քանի դեռ մենք ունենանք այլընտրանքային ուղիներ Վրաստանով ու Իրանով, ցանկացած նոր կապուղի ընդհանրապես տեխնիկական գործիք է դառնում։ Եվ Բաքվի հռետորաբանությունը այդ քաղաքական
ագրեսիվ ռետորաբանությունը պետք է դրան պատասխանել ուժեղ պետական վերահսկողությամբ եւ հզոր տնտեսությամբ, այլ ոչ թե վախերով միայն։ Եվ տնտեսական նորմալացումը հնարավոր է միայն հավասարակշռության ու փոխադարձության սկզբունքով։ Իսկ կիբերհարձակումների օրինակները այնքան շատ են, սիրելի բարեկամներ, որ դրանք նույնիսկ չեն պահանջում, որպեսզի դու ինչ-որ տրանզիտ ունենաս այլ պետության տարածքով։ Պատմական այնպիսի օրինակներ կան ռուսական կիբերհարձակումների, ամերիկյան, իսրայելական։ Ես դրանց մի քանիսը կհիշեցնեմ, որպեսզի դուք պատկերացնեք, որ պարտադիր չէ, որպեսզի դու այլ երկրի տարածքով ինտերնետից օգտվես, որպեսզի թիրախային հակերային հարձակումներ անես եւ տվյալներ գողանաս։ Տեսեք, օրինակ 2010 թվականին առաջին թվային վիրուս կործանիչը, որը հսկայական վնասներ է հասցրել կոնկրետ ոլորտի, այսինքն մարդիկ մուտք են գործել այդ պետության թվային տարածք եւ համակարգեր են ուղակի ոչնչացրել, կարելի է ասել։ Թիրախը որն էր? Stuxnet, կարող եք դուք փնտրել Stuxnet ծրագիրն էր թիրախը Իրանի Նաթանզ քաղաքի ուրանի հարստացման գործարանը։ Ըստ փորձագետների ԱՄՆ-ի եւ Իսրայելի հատուկ ծառայություններն էին իրականացրել այդ գործողությունը USB ֆլեշի միջոցով, ինչ որ երևի ագենտի միջոցով։ Այդ ծրագիրը ներբեռնել էին համակարգ, վիրուսը մտել էր Siemens ընկերության ծրագրային ապահովում, որը կառավարում է միջուկային ցենտրիֆուգները եւ կարողացել էին այդ վիրուսի միջոցով այնպես համակարգը հանել նորմալ աշխատանքից, այսինքն ոչնչացրել են այդ ցենտրիֆուգները, ընդհանրապես ֆիզիկապես շարքից դուրս է բերվել շուրջ 1000 ցենտրիֆուգ։ Եվ միջուկային ծրագիրը Իրանի ուղղակի շարքից դուրս է եկել, մի քանի տարի հետ է մնացել։ Երբ պետությունների այս թվային համակարգերը շատ ինտեգրված են լինում արդեն, ուղղակի մի քանի թիրախային հարվածներով առանց օգտվելու տրաֆիկից այդ երկրի տարածքի, տեսեք USB ֆլեշկի միջոցով հնարավոր է որևէ դիվերսիա անել եւ որևէ թիրախային հարված հասցնել, այսինքն այնպես չէ, որ դու պարտադիր պետք է մուտք ունենաս օգտվես այդ մալուխներից, որովհետեւ ինչպես պարզաբանվեց, մալուխների միջոցով տվյալներ չեն տրամադրվելու Ադրբեջանին, որովհետև տվյալներ Ադրբեջանն է փոխանցելու Հայաստանի տարածքով։ Այդ Ադրբեջանը պետք է մտահոգվի, որ այնպիսի տվյալներ չփոխանցի, որ կարող են մեր կողմից ворցվել ուղղակի։ Վերադառնանք թեմային, թե ինչպիսի կիբերհարձակումներ են եղել եւ Հայաստանը այնուամենայնիվ Ադրբեջանից պետք է պաշտպանված լինի ցանկացած տեսակի կիբերհարձակումներից։ Օրինակ տեսեք Ուկրաինայի նկատմամբ ռուսական կիբերհարձակումները մի աննախադեպ մակարդակի էին հասել 14 թվականի կոնֆլիկտից հետո, հենց 15 թվականին Ուկրաինայի ամբողջ էներգետիկ համակարգը Sandworm հակերային խմբավորման հարձակումներով, դրանք այն կապում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ, Black Energy այդ օպերացիան կոչվել։ Հարձակումը ստանդարտ ձևով է եղել, ֆիշինգային նամակներով, այսինքն աշխատակիցները բացել են նամակ, ինչ որ մի հատ ծրագիր են առանց իմանալու ներբեռնել, kill disk վիրուսը, որը ոչնչացրել է օպերացիոն համակարգերը, որով կառավարվում է էլեկտրաէներգիան։ Եվ համատարած հոսանքազրկումներ են եղել Ուկրաինայում, մոտ 230,000 մարդ ձմռան կեսին մի քանի ժամով զրկվել է էլեկտրաէներգիայից։ Դե էլեկտրաէներգիայի կառավարումն էլ թվայնացված է, այսինքն թիրախային նման հարձակումներով կարող են նման վնասներ հասցնել։ Իսկապես դա վտանգավոր է հակամարտող երկրների համար, դրա համար է կարևորվում այսօր կիբերանվտանգություն։ Եվ նաև ԱՄՆ պետական հատուկ ծառայությունների հետ փոխկապակցված SolarWinds այդ օպերացիան վարակը, որը կրկին կապվում է ռուսական հատուկ ծառայությունների հետ, եւ տեսեք, խնդիրը ոչ թե այն է եղել, որ ռուսական հակերները այնքան տաղանդավոր էին, որ կոտրել են ամերիկյան պետական թվային համակարգերը, այլ կոտրել են նրանց հետ պետական հիմնարկների հետ աշխատող մի ընկերության թվային համակարգ եւ դրա միջոցով են մուտք ունեցել ամերիկյան պետական համակարգ։ Եվ SolarWinds ընկերության, ՏՏ ընկերության կողմից նրանց համակարգերը, նրանց ծրագիրը կոտրելով ռուսական հատուկ ծառայությունները մուտք են ունեցել 18000 հաճախորդի տվյալներ պետական համակարգերի 9 ամսվա ընթացքում փաստորեն պետդեպարտամենտի, ֆինանսների նախարարության, էներգետիկայի նախարարության, խոշորագույն ՏՏ ընկերությունների, այսինքն բոլոր ընկերությունների հետ, ով իր ծրագրային ապահովմամբ այդ ընկերությունը համագործակցություն է ունեցել, այդ տվյալները ուղղակի հասանելի են դարձել հակերներին։ Այսինքն իսկապես կոմպլեքս մի բան է թվային անվտանգությունը եւ կիբերանվտանգությունը եւ դա միայն տրանզիտին չի վերաբերում, դա ամբողջ համակարգերի անվտանգությունն է եւ այո,
հայ-ադրբեջանական այս համագործակցությունը հնարավորությունը տալիս է պետք է հասարակական ճնշումներով, հասարակական քննարկումներով ավելի բարձրացնի պետության զգոնությունը, չնայած դրա հույսը չկա, բայց այսօր դառնում է ակտուալ իսկապես թվային անվտանգությունը եւ որքան Հայաստանը դառնա թվային տարանցիկ ինչ-որ մի հաբ, այնքան ռիսկերը մեծանալու են։ Նույն դատա կենտրոնների անվտանգությունն ապահովելու համար, պետական հիմնարկների թվային անվտանգությունը, բանկային համակարգի, էներգետիկ համակարգի, որովհետև եթե էներգետիկ համակարգին վնաս հասցվի, այդ դատա կենտրոնները չեն կարողանա աշխատել, դրանք հոսանքով են աշխատում եւ այսպես շարունակ։ Ես այս օրինակները բերեցի, որ եթե Ադրբեջանը իսկապես մտադրություն ունենա վնաս հասցնել Հայաստանի համար, այսօր ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում կիբերանվտանգությունը եւ չպետք է թերագնահատել, ծաղրել, ասել որ խաղաղությունը վերջ տրանզիտ երկիր ենք դառնում, ապահովենք ոչ, վտանգները միայն մեծանում են եւ պետությունը պետք է ավելի մեծ ռեսուրսներ, ուշադրություն, ջանքեր գործադրի քաղաքացիների նախ անվտանգությունը եւ պետական հիմնարկների կարևոր ստրատեգիական հիմնարկների թվային անվտանգությունը ապահովելու համար։ Սա է թեմայի մեր եզրակացությունը եւ ինչպես մեր ցանկացած թեմա մեր երկրում գիտեք, ծայրահեղությունից ծայրահեղությունը, ոմանք կանխատեսում են ապոկալիպսիս, ոմանք էլ մի հրաշք, փրկություն, ինչ որ մի բան լինում է, իշխանությունները ամեն ինչ համարում են լավ է, ընդդիմությունը ամեն ինչ կործանման ներքո է ներկայացնում, ոչ էլի բարեկամներ, եթե իսկապես Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթաց պետք է լինի, նման համագործակցությունները նորմալ են, բայց դրանք մեծացնում են անվտանգային ռիսկերը եւ պետությունը պետք է ավելի մեծ ջանքներ դնի ապահովելու մեր քաղաքացիների անվտանգությունը։ Սա է իմ եզրակացությունը այս թեմայի եւ եթե դուք հավանում եք կամ առարկություն ունեք, մեկնաբանեք, հավանում եք, սեղմեք լայքի կոճակը, բաժանորդագրվեք, տարածեք այս ինֆորմացիան, որպեսզի շատ հնարավոր մարդկանց հասու լինի, եթե նրանք ինչ-որ մի բան այս թեմայի վերաբերյալ չէին հասկացել։